Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Եկել եմ ցույց տալու այն սպանախները, որոնք ցանել էի փետրվար ամսին առատ ձյունից առաջ։ Երբ որ ցույց է տալիս, որ եթե չունեք հնարավորություններ ջրելու, կարող եք այդպես ցանել ձյունից առաջ, ձյունը կգա, հետո անմիջապես հողը կխոնավանա, այսպես ասած, եւ սպանախները կսկսեն աճել։ Ահա, ինչպես տեսնում եք, մեզ մոտ մենք չունենք ոչ մի ջրելու հնարավորություն այս հատվածում, սպանախներն արդեն պատրաստ են, մեկ անգամ արդեն հանել ենք շուկա, զատկից տոներից առաջ, եւ հիմա արդեն ավարտական փուլն է մեզ մոտ, ուզում էի ուղղակի ձեզ ցույց տալ, թե ինչպիսի սպանախ է։ Առավոտյան նորից մեր մոտ անձրև է եկել, անձրևները մեզ շատ օգնեցին այս տարի, բավականին լայն թփեր ունեն, ահա, կարող եք տեսնել ձեռքիս չափով եթե պահեմ, շատ լավ թփեր ունեն, ինչպես նաև մեջտեղի հատվածներում արդեն սերմակալում չկա, դեռ չունենք սերմակալում, այսինքն իդեալական ժամանակ ենք ընտրել սպանախները հանելու համար։ Կարող եք տեսնել, այս սպանախներին ոչ մի թունաքիմիկատ, ոչ մի պարարտանյութ, ոչ մի բան չենք տվել, անգամ ջուր չենք տվել, այսպես ասած, ինչպես ասում են, Աստծո հույսին թողել ենք, տեսնենք ինչպես կաճի կզարգանա։ Եվ ահա, արդյունքը ձեզ ուզում էի ցույց տալ։ Այսպես սիրելի հետևորդներ, սրանք հանելու ենք այսօր, արդեն երևի այսօր եւ վաղը կհանենք, կտանենք շուկա եւ արդեն այս հատվածում կտնկենք այլ մշակաբույս։ Այսպես սիրելի հետևորդներ, հիմա ես ձեզ ցույց կտամ նաեւ կապերը, ինչ կապեր ենք ստացել սպանախներից, որպեսզի կապով պատկերացնեք ինչ չափի սպանախներ են մեզ մոտ եղել։ Ահա սիրելի հետևորդներ, հանում եմ սպանախները կապանելու համար։ Հիմա տեսեք ինչ սպանախներ են ստացվել։ Առողջ սպանախներ են, մի քանի տերև ընդամենը պետք սրանց մաքրելու համար։ Կմաքրենք եւ արդեն կապ կանենք։ Կապի համար հանեմ, որպեսզի տեսնեք ինչ կապ է ստացվելու։ Այնքան մեծը ձեռքի մեջ չի էլ տեղավորվում։ Ես ամենակիչը 5 ճյուղ դնում եմ, այսպես ասած։ Ռեզինս կորցրեցի։ Լավ, գնամ ռեզին բերեմ։ Ահա սիրելի հետևորդներ, հիմա կապը կանեմ եւ տեսնեք ինչ չափի սպանախներ են ստացվել մեզ մոտ։ Բազուկի նման սպանախներ են դարձել, ահա։ Իդեալական չափի սպանախներ են։ Եթե սիրելի հետևորդներ ձեզ նույնպես հետաքրքիր է սպանախի մշակման այս մեթոդը, դուք նույնպես կարող եք կիրառել ձեր բանջարանոցում եւ ստանալ այսպիսի հիանալի սպանախներ։ Դե ինչ, այսքանը սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, ինչպես նաև մեր Facebook-յան նոր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը։ Կհանդիպենք։